Դիանա Գրիգորյանի վերջին զանգը հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, հեռուստադիտողներին սպասվում է հետաքրքիր անակնկալ։ Այսօրվա սերիայում վերջապես Աննան Անգելինային բացահայտում է Միքայելի կողմից ասված ճշմարտությունը, որ Հենրին ու Անգելինան քույր ու եղբայր են։ Իհարկե, սա հեռուստադիտողների մոտ առաջացրել է մի փոքր տհաճություն, քանի որ նրանք իմանալով ճշմարտությունը հասկանում են, որ Հենրիին ու Անգելինային բաժանելու համար Միքայելը պատրաստ է ամեն ինչին, նույնիսկ Անգելինային ասելով, որ իր ծնողները չեն, այլ Միքայելն է։ Ռոզա Դավթյանը և հեռուստասերիալի պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանն այսօր հեռուստադիտողների համար հետաքրքիր անակնկալներ են բացահայտել հեռուստասերիալում կատարվող իրադարձությունների մասին և ոչ միայն ինչ է սպասվում Հենրի Անգելինա զույգին և հեռուստասերիալն ինչ ընթացք է ունենալու, կիմանաք, եթե դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութը, որը ձեզ համար հետաքրքիր բացահայտումներով լի է։ Մինչ կդիտեք տեսանյութերն ու հետաքրքիր կադրից դուրս իրավիճակները, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք դիտարժան տեսանյութերը առաջինը դիտելու հնարավորությունը։ Մեր հետևորդներին և հեռուստադիտողներին հետաքրքրում է, թե դեռ ինչքան են վայելելու մեր հեռուստասերիալը։ Եվ արդյոք Անգելինան և Հենրին կիմանան ճշմարտությունը մոտ ժամանակներում և կլինեն միասին, թե ոչ։ Բարի օր բոլորին, բարի օր Ռոզի ջան։ Իհարկե շատ են ինձ են հղում այդ հարցը շատ, դեռ երկար եք վայելելու մինչև տարվա վերջ, իսկ Հենրին ու Անգելինան այսօր իդեպ շատ հետաքրքիր սերիա է ձեզ սպասվում, վերջապես Անգելինան իմանում է, որ Հենրին իր եղբայրն է, ես գիտեմ, որ դուք շատ եք զայրանալու այս իրականությունից, բայց ամեն դեպքում սա ֆիլմ է, պիտի զինվեք համբերությամբ, որպեսզի հետո պտուղներն առավել հաճույքով վայելեք։ Այնպես որ այսօր բոլորին բարի դիտում, շատ հետաքրքիր սերիաներ են ձեզ սպասվում, իհարկե վերջին զանգի յուրաքանչյուր սերիա է լարված ու հետաքրքիր, բայց առաջիկա սերիաները, մասնավորապես հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր։ Ընկերներ, ողջույն, ուրեմն մի քանի բառով պատմեմ իմ եւ Yandex-ի փոխհարաբերությունների մասին ու այսօրվա դեպքը։ Ուրեմն կամ շատ լավն են վարորդները լինում, կամ շատ վատը, բայց այսօր շատ լավ պապիկ էր, շատ լավ մարդ էր, շատ պուպուշ մարդ էր։ Ուրեմն նստեցի մեքենան, ասում է՝ «Վայ քույրիկ ջան, ինչ անուշոտ բերեցիք ձեզ հետ»։ Ասում շնորհակալ եմ, ասում անկեղծ ասած դեզնից առաջ մի ուղևոր էր նստել, շատ վատ հոտ էր գալիս վրայից ու դեռ քթիցս այդ հոտը դուրս չի եկել։ Ասեցի խնդիր չկա, հեսա ես մի քանի հատ փշիկ կանեմ, ձեր մեքենայի մեջ այդ անուշ հոտը կմնա։ Ինչև է, ասելիքս որն է, եթե մենք պահանջում ենք մաքրություն վարորդներից, նաև պիտի ինքներս մաքուր լինենք, որ մեքենան նստենք դուրս գանք, լավ տպավորություն թողնենք, լավ հոտ թողնենք, այսպես ասեմ, ոչ թե օրինակ մեզից հետո այլ ուղևորի հետ մեր հիգիենան քննարկեն։ Ամառ կարելի է շուշուտ լողանալ, տենց լավ է լինում, շատ լավ է լինում տենց։ Ինչև է սիրելիներս այսքանը։ Սարդարապատի ճակատամարտում են հուշահամալիրում։ Ինչքան խաղաղություն կա ստեղ, ամբողջ մարմնով զգում եմ սենց մեր հաղթանակը ստեղի ու էմոցիաներ եմ ստանում։ Բա ստեղից դիմացից Արարատյան դաշտավայրի գեղեցկությունն էլ բառերով փոխանցելու չի, նկարել եմ, տեսնեմ, եթե հաջող կադրեր կան, կտեղադրեմ ու առհասարակ ստեղ խաղաղություն կա, որը անփոխարինելի է։ Բա Բարի ուշ երեկո սիրելիներս, եկել եմ ձեզ ասեմ, որ ուղիղ 1 ժամից հրաժեշտ եմ տալիս իմ 31 տարեկանին եւ դիմավորում եմ իմ 32-ը։ Իրականում շնորհակալ եմ իմ այս տարիքին, որովհետեւ ունեցա
շատ սիրուն պահեր, լիքը սիրուն էմոցիաներ։ Կարևորը այս տարիքում, այս տարի ունեցա մեծ հաջողություն կարիերայում, որովհետև ինչքան նկարահանվել եմ տարբեր պրոյեկտներում, բայց վերջին զանգը իմ կարիերային բերեց նոր հաջողություն, նոր ալիք, այնպես որ այս տարին ես համարում եմ կարիերայի տարիք ու կարևոր չի, որ ինչ որ մի ասպեկտ իմ կյանքում այս տարի չդասավորվեց, դրա համար նոր սպասումներով եմ մտնում իմ 32 տարեկան, որովհետև հույս ունեմ, որ արդեն այդ տարիքում կդասավորվեն մյուս ոլորտը իմ կյանքի ավելի կոնկրետ, հույսով եմ, հավատով եմ, գոհ եմ իմ 31-ից ու 32-ից ավելի շատ սպասելիքներ ունեմ կարիերայում, անձնական կյանքում։ Օպրոսկյան, ես անկեղծ հույս չունեի, որ դու գան։ Փուչիկներս տվեք։ Ես ուզում եմ փուչիկ առնեի, չեմ առել։ Ավատեմ, խնդրում եմ, ինչ լավն է։ Ախարտական երազանքինք փող։ Իրոպե, եկարա պահում պասի։ Մի խանգարի։ Սաղկան մեջ է դիրը, դուրսը թող։ Իրոպե։ Գելի, գիլո։ Birthday girl, birthday girl, birthday girl. Ով ինձ նվիրել է այս ելակները, իրական չգիտի, որ ես թատրոնում թիթեռնիկ եմ խաղում։ Էս էլ է թեմայի մեջ։